գիտեմ, որ մայիսի 9-ը քեզ համար այդպես առանձնահատուկ նշանակություն ունի, այն առումով, որ ձեր պապը չէ, այդպես Պապը մեր եռատոնը շնորհավոր, որովհետև մեզ համար եւ 3 տոներ են, իհարկե, շատ կարեւոր տոներ են։ Պապիկս պատերազմի մասնակից է եղել, միշտ մեր պատմության մեջ հիշում եմ, որ պապայի հետ պապիկս մեդալները դնում էր, պապան մեզ նստացնում էր գլխին եւ գնում էինք շքերթը նայելու, դա մանկության մեջի երևի ամենաշատ լավ, վառ, սենց ուրախ տոներից մեկն էր, որ եղանակը լավ, միշտ արև Հայաստանում եւ իհարկե մեծ տոն էր եւ մենք հասկանում ենք, որ դա ֆաշիզմին հաղթելու տոն էր։ Այո, եւ հետո եռատոնը իհարկե Շուշիի ազատագրումն էլ եղավ, պատահական չի, ես գիտեմ, որ զգում եմ, որ պատահական չէր, որ հենց նույն օրը եղավ, որովհետեւ դա նույն ֆաշիզմն էր, թուրքերը, մոնղոլները դրանից առաջ նույն ֆաշիզմն էր, ինչ էլ որ հասկանում ենք, երևի հենց դա է եղել, էլի։ Այդ պատերազմում նաեւ թուրքերը պարտվեցին։ Թուրքերը պարտվեցին նաև Գերմանիայի հետ եւ ես գիտեմ, որ կապիտուլյացիան ստորագրելուց Թուրքիան պետք է Ղարսը մի մասը, այսինքն ջարդի ժամանակ նրանց այդ հողերը վերցրած, մի մասը պետք է հետ վերադարձնեին, բայց ցավոք Ամերիկան ոնց որ Ռուսաստանին, Սովետին այդ ժամանակ մի քիչ բանաղ այդ որոշումներից ոնց որ հետ կանգնեցին, որովհետեւ Հիրոսիմայի, Նագասակիի պայթումը եղավ եւ դրանով խախտվեց այդ պայմանագիրը։ Վերջին 30 տարիների ընթացքում մեզ համար ավելի շատ Շուշին, չէ, Արցախի բանակ եւ այլն հայրենական պատերազմը իր հերթին, բայց պես փոխակերպում էր եղել եւ մենք հիշում ենք առաջնորդին Շուշին։ Եվ հիմա հակառակ process-ն է գնում, փորձում են դա մոռացության ենթարկել։ Նախ ուզում եմ հարցնել մարդը, որը ծնվել է Հայաստանում, ապրում է Միացյալ Նահանգներում եւ նաեւ ռուսական կրթություն ունի։ Այստեղ ինչպես են նշում են ընդհանրապես հայերը։ Հայերը ընդհանրապես երևի մեծ մասը չեն էլ հիշում։ Հիշում են, չեն հիշում։ Չեն էլ հիշում մեծ մասը եւ ասեմ ամերիկան ռոպագանդա է անում, որ դա սովետի հաղթանակը չէր, այլ ամերիկան։ Չէ, կոնկրետ Թրամփը ասաց, որ այսօր այդ նշելու է մայիսի 8-ը հաղթանակը, որտեղ նաև Միացյալ Նահանգներն են մասնակցել այդ պատերազմին ֆաշիզմի դեմ եւ դե մասնակցել են վերջին տարվա մեջ, երբ որ տեսել են, որ սովետն է հաղթում, թե չէ դրանից առաջ եւ այդ ընթացքում էլ երբ որ արդեն հաղթում էին, Rockefeller Oil-ներն էին ըստեղ, որոնք սպասարկում էին Գերմանիան։ Հենց որ նրանք մասնակցում էին հակառակ կողմի վրա, էլի փաստորեն։ Դե Rockefeller-ներին չի կարելի համարել մեկ պետության ներկայացուցիչ, նրանք վերպետական, նրանք մյուս կողմնել են, հա, այո։ Իրենք երկու կողմերն էլ ֆինանսավորում են։ Այո, երկու կողմերն էլ նավթը սպասարկում էին տանկերի համար։ Ճիշտ է։ Լավ, այդ գլոբալ խնդիրները թողենք, հիմա գնանք մեր երկրի։ Համոզված եմ լսեցիք, միասին ենք կարծես թե լսում Նիկոլ Փաշինյանի այդ շնորհավորական ուղերձը եւ այլն եւ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որ ըստ էության այն է, որ սա միատոն է, ընդ որում ոմանք դա ասում են ոչ թե հայրենական պատերազմ, այլ երկրորդ համաշխարհային պատերազմ։ Ինչ են ուզում անել։ Այսինքն նորություն չի դա, բայց ուզում քո մեկնաբանությունը։ Ինքը ինչի համար գնաց Ռուսաստան տոնելու, նա չգնաց տոնելու, որովհետև մարդու դեմքից արդեն երևում է, թե գնում ես տոնելու, դու ուրախ կլինես, ոչ թե նամրոտ սենց ինչ որ դեմքով գնաս կմասնակցես, ուղղակի գնացել է ժողովրդի ասած պտիչկա դնելու, որ ինքը գնացել է, որովհետև շատ ինքը որպես արդեն թշնամի է ներկայացվում, հա, Ռուսաստանի համար Արցախը հանձնելով, Պրագայում Արցախը հանձնելով, նա հակառուսական քայլ արեց դրանով, որովհետև Ռուսաստանն էր դրանից առաջ չէ, այդ պայմանավորվածություններին մասնակցում, իստեղ ստացվեց ոնց որ դանակ խփեց մեջքին առանց Ռուսաստանին նույնիսկ տեղյակ պահելու իմանում են մեդիայից դա անառակ որդու վերադարձ էր թե չէ ոչ մի դեպքում ինքը ուղակի գնաց որ լրիվ թշնամական բան չլինի վերաբերմունքը նրա նկատմամբ որովհետև պատրաստվում է բաներին հա ինքը ընտրություններին է պատրաստվում բա նրան պետք է որ Ռուսաստանը լրիվ թշնամական որտեվ գիտի Ռուսաստանից շատ բան է կախված մարդիկ Ռուսաստանին են նայում որովհետև
էլի սովետի ժամանակ այս հենց հաղթանակը ինչ էր նշանակում, նաև Թուրքիան էր պատրաստ ամեն րոպե մեր վրա հարձակվելու, չէ, ասում են 600,000 մարդ ենք մենք տվել ոնց որ այս հաղթանակի համար, բայց չենք տվել սովետին, մենք տվել ենք հենց մեզ պաշտպանելու համար։ Առաջինը մենք մեզ ենք պաշտպանում, նաև սովետներ պաշտպանվում ֆաշիզմից, փաստորեն։ Դա մեկը մյուսից չի կարելի անջատել եւ պարզա մարդիկ, որոնք որ հասկանում են դա, այդքան բանը գիտեն պատմության միջից, նրանք տեսնում են, որ Ռուսաստանը նամանավանդ հիմա, երբ որ Ամերիկայի հետ նորմալ թե մամարա նորմալ հարաբերություններ են սկսվում, որ Ռուսաստանը շատ մեծ ոնց որ խաղացող է մեր ռեգիոնում եւ չի կարելի նրան անտեսել։ Այդ չանտեսելու համար ինքը գնաց։ Թե չէ ինչ որ ինքը գնացել է տոնելու, դա տոնելու համար ինքը չի գնացել, ինքը հակառուսական բանա քաղաքականություն է վարում եւ ինչի սխալվեց, հա, մարդը, որ ժուրնալիստը, որը որ ներկայացնում էր, որովհետեւ ինքը լրիվ ադրբեջանական տեսքով էր, այդ կեպկան, դա ասենք որ մեկը կնայի, կասի, որ սա հայի ինչ որ տիպաժ է, դա ադրբեջանցու հենց տիպաժ է։ Տաքսու շոֆեր։ Մարդը ոչ մի բանով չսխալվեց, ինքը ճիշտ է ասեց, հետո հասկացավ, որ վայ, բայց Հայաստանի ղեկավարն է, ոչ թե Ադրբեջանի։ Իմ տեսնելով է դա։ Նաև այնտեղ կադրեր կային Լուկաշենկոյի կողքը նստած, բայց կարծես թե լրիվ իզոլացված է այդպես։ Հա, դե մի քիչ շատ ամոթ կլիներ մեր վարչապետի կողքը, ինչ որ ԱԱՑ-ի ներկայացուցիչներ նստածնել, դրա համար էլ Լուկաշենկոին են նստածրել, որտեղ նրանից չգիտեն ինչ սպասեն, նա, այսինքն գալիս է թշնամին քո երկիր, դու նրան ոնց ես ընդունելու, ու պետք է ընդունես, դա ասենք թե քաղաքավարության եւ նամանավանդ հարգանքա բոլոր այն մարդկանց, բոլոր այն հայերին, որոնք մասնակցել են պատերազմին։ Հիմա Ռուսաստանի կողմից էլ դենց պիտի հա տեսնենք, որ չէր կարող վարչապետին, որը որ թշնամի է հիմա Ռուսաստանին, բայց Հայաստանը չի եղել թշնամի Ռուսաստանին, հակառակը իրար հետ պատերազմել են հենց ֆաշիզմի դեմ։ Այո, քո կարծիքով այդ նույն անձին Փաշինյանին այսօրվա ամերիկյան իշխանությունները ինչպես են ընդունում։ Չեն ընդունում, պարզ չէր, որ եկավ կարիդորներում բաներ անում, փնտրում էր ում կարողա տեսնի սելֆի անի մի հատ, որ անունը դնի, որ Ամերիկայում ինքը ինչ որ ձևով ընդունվել է եւ ում Վենսին տեսավ, հա, 15 րոպե ում խնդրեց թուրքական մի հատ ինչ որ դիպլոմատ էր, թե ինչ էր, խնդրեց, որ մեզ նկարի։ Բայց չգիտեմ, հաստատված են դրանք։ Չգիտեմ, բայց բոլոր դեպքերում պարզա, որ ոչ նույնիսկ իրար հետ չեն նստել, մի երկու բառ չեն խոսացել, ինչ որ կարևոր բաներից, որ մենք շատ կարևոր արցենք, թե ինչ որ շատ բաներ ունենք խոսելու եւ ինչպես կարելի էր, ասենք, թե ոչ մի պայմանավորվածություն չունենալ գալուց առաջ եւ ես գիտեմ, որ մարդկանց ովքեր որ առաջարկել են, մենք կարող ենք հանդիպում կազմակերպել, որ կարևոր հարցերից կարողանալ խոսել, բայց հրաժարվել էր, մարդիկ չէին ուզում։ Յունոնա, բոլորիս համար պարզ է, որ այդ դարձյալ իր նույնիսկ այդ շնորհավորանքի մեջ նորից խոսում է իրական Հայաստան եւ այլն, պատմական Հայաստան բերում, հանգեցնում է խաղաղության եւ այլն։ Այսինքն պարզ է, որ իրենք ուզում են մոռացության տալ անգամ 30 տարի առաջ եղածը։ Այո։ Հա, ըստ քեզ դա հաջողվելու է, այսինքն տեսեք, եթե ճիշտ է, հիշողությունը մարդիկ չեն կորցրել, բայց երբ որ անընդհատ այդպես դուք շատ լավ բառ ունեք, brainwash են անում, հա, հնարավոր է որ գա մի պահ մոտ ապագայում, որ մեր ժողովուրդը ասի դե հա լավ, ինչ ա եղել, որ ինչ Շուշի, ինչ բան, Շուշին միշտ Ադրբեջան։ Ես հանդիպել եմ մարդկանց, ասում են Ադրբեջան, նույնիսկ հեռուստաեթերով են խոսել, ասել են դե Ղարաբաղը բան Ադրբեջանինն է եղել, ով ասում որ հայերինն է։ Հա, գիտեք, շատ վտանգավոր է եւ դրա օրինակը մենք տեսնում ենք Ուկրաինայում։ Եթե 20-30 տարի առաջ որևէ մեկին ասեին, որ կարող է պատերազմ լինի, երբ որ նույն ժողովուրդն են նրանք, չէ, նույն ժողովրդի մի մասը այնքան կլսեն այդ ռոպագանդան, որ կհարցակվի կամ պատերազմ կվարի այն մյուս մասի ժողովրդի դեմ, կասեին գիժ ես երևի։ Հիմա նույն ռոպագանդան անցկացվում է Հայաստանում, այդ
նույն USAID-ի, այդ Civil Net-երի, այդ ասենք Factor TV-ները ինչ են անում։ Այն մարդիկ ու ես այն օրը մեկի նկատողություն արեցի։ Այստեղ են նայում այդ նույն ալիքները։ Այո, իհարկե, ամենաշատը դեն է։ Հա, ամենաշատը Հայաստանում են նրանք ռոպագանդա անում։ Այսինքն այդ փողերը հատկացնում են ինչի համար, որ մարդկանց մեջ բաժանեն երկու մասի։ Հիմա ամենաշատը ինչ ռոպագանդա են անում, արցախցիների դեմ, որ նրանք շուռ տված հայեր են, որ նրանք չէին պայքարում նրանց, ասում են ինչի եք դուրս եկել, դուրս չգայեք։ Այդ ամեն ինչը ինչի համար է, հենց այդ ռոպագանդան արվում է նրա համար, որ վաղը մյուս օր թշնամական վերաբերմունք կլինի նույն ժողովրդի մեջ, դա շատ վտանգավոր է եւ պետք է թույլ չտանք։ Ինչն է դրա հակադոտը, հա, անտիդոտը դրա ինչն է, մարդկանց հիշողությունը։ Լավ ասեցիք, մարդկանց հիշողությունը։ Ես միշտ ասում եմ, հիշեք, այդ ռոպագանդան ինչ որ լսել եք, հələ մի կողմ դրեք, այդ բամբասանքները, որ լսել եք, հիշեք, ինչ էր Հայաստանում 90-ական թվականներին։ Լույսը չկար, ծառերը պարկերում կտրած էին, որովհետև մարդիկ տներն էին տաքացնում այդ լույսով, չէ, ուտելու բան չկար, սուրճ չկար, ոչ մի բան չկար, չէ։ Այդ ամեն ինչը ինչ որ ժամանակ հետո փոխվեց, ովքեր փոխեցին դա։ Մի հատ պետք է նայենք, նախ առաջինը մենք չպետք է ուրանանք։ Ուրանալն էլ է մեղք, ոնց որ ինչ որ մի բան չանելը, երբ որ դու տեսնում ես քո կողքինը վատ վիճակի մեջ է, ոչ մի բան չես անում, դա էլ է մեղք, քան ասենք թե չպայքարել, նույն ձևի մեղքն է, ուզում եմ ասեմ, դա մեղքերի մեջ տարբերություն չկա, չօգնելը, թե ինչ որ ոչ մի բան չանելը, հա, սխալի դեմը։ Էյնշտեյնն է, չէ՞ ասում, երբ որ մենք սխալը տեսնում ենք եւ ոչինչ չենք անում, մենք նույն մեղքն ենք գործում, ինչ որ չարի կողքը կանգնելու ժամանակ։ Դա ամեն ինչը շատ կարեւոր է, այդ ռոպագանդան Գեբելսն է, չէ, նույն ռոպագանդայի մինիստրն էր ասում, որ սուտը, երբ որ խառնում են ճշտի հետ, մարդիկ արդեն էլ չեն կարողանում զանազանել, թե որ մասն է ճիշտ, որ մասն է սուտ։ Դա համար ամենալավը մեր հիշողությունն է։ Հիմա Հայաստանում խնդրեմը ինչն է, այն սերունդները, որոնք որ ծնվել են ոչ մեր ժամանակ, մեզանից հետո են ծնվել, նրանք չեն հիշում, նրանք չեն եղել, որ հիշեն։ Ծնողները պետք է նրանց ասեն, քանի որ հիմա այդ հեռախոսների պատճառով մի քիչ կտրվածություն կա մարդկանց մեջ, հա, այդ երեխաները ավելի շատ հեռախոսի ռոպագանդան են լսում, քան իր ծնողի պատմածը։ Դրա համար ես հորդորում եմ ծնողներին, որ նրանք հիշեցնեն երեխաներին, ինչ եղավ, նույն եռատոնը, ինչ ուրախություն էր մեր բոլորի մեջ, չէ, ինչ միայն ուրախություն չէր, դա անհնարին բան էր Շուշին ազատագրելը, չէ, եւ այդ անհնարինը հնարավոր դառա, որովհետեւ ժողովուրդը էներգիան այդ ուղղության մեջ էր գնում։ Նույնը հիմա մեր էներգիան ճիշտ ուղղության մեջ պետք է լինի, որ մենք իրար թշնամի չենք, սփյուռքը թշնամի չի հայաստանցիներին, հա, այսօր ովքեր որ ապրում են, նույնը կատարվում է սփյուռքի նկատմամբ։ Դա ռոպագանդան միայն արցախցիների դեմ չէ։ Ձեր ասած brainwash վիճակը Հայաստանում կարծես թե կոտրվել է, ես չգիտեմ, վերջին հարցումներով ցույց է տալիս, որ իշխանության թեև ժողովուրդը դեռ դուրս չի գալիս փողոց պահանջելու հրաժարական, բայց կարծես թե հեղինակազրկվել է, այսինքն 17% թե ինչպիսի թվեր էին ասում։ Ըստ քեզ այստեղ փոխվել է իրավիճակը, այսինքն մարդիկ արթնացել են, թե ինչ է ուզում անել Փաշինյանը։ Այստեղ ավելի շատ ռոպագանդայի տակ եմ, ասեմ ինչու։ Օրինակ Հայաստանում մեդիայի, ասենք պետական մեդիայի կանալները, Բաղրամյան 26-ը, առաջինը, հա, այդ դրանք լրիվ գիտեն, որ պրո-փաշինյանական են, մարդիկ այնտեղ չեն նայում։ Մեծ մասը արդեն հասկացել են չեն նայում։ Նույն Factor TV-ն, շփվում ես բոլոր շերտերին, շատ լավ գիտեմ, որ Factor TV, Civil Net արդեն քիչ-քիչ հասկացել են, որ դրանք պետք չի նայել։ Ստեղ էլ դրա համար բացեցին։ Բայց ինչ է կատարվում սփյուռքի մեծ մասը, ասենք, ովքեր են հետաքրքրվում Հայաստանի հարցերով, մի քիչ ավելի տարիքով մարդիկ, հա, ջահելությունը մեծ մասը նրանք հեռախոսների մեջ սովորում են, նրանք չեն այդքան տեղյակ չեն եւ չեն։ Իսկ մեծահասակները որտեղից են տեղյակ։ Հայաստանից, ուրեմն ստեղ
բանի պետական մեդիա կանալներն են հիմնականում ցույց տալիս եւ նրանք այդ TV-ին նայելով այդ ինֆորմացիանը տեղից են ստանում։ Նրանք YouTube-ից չեն օգտվում շատ հեռուստացույցով, այո։ Դրա համար ստեղ բացեցին դրա բանը։ Շուտով նաեւ Alpha News-ին կարող են ընտրել այդ ցուցակում։ Այո, շատ լավ կլինի, որովհետեւ այդ կանալները պետքա բերել դնել հենց այո կանալների վրա, այստեղ որ կարողանան մարդիկ տեսնեն դա։ Իսկ այստեղի հայկական հեռու ես վաղուց չեմ նայել, ճիշտ ասած, միգուցե դա իմ թերությունն է, բայց չեմ նայել։ Հայկական ալիքները տեղական, ինչպես են լուսաբանում։ Փոխվել է։ Ես էլ չգիտեմ, ես տեղյակ չեմ, բայց մարդկանցից ինչ որ այդ ովքեր որ նայում են, քանի որ իրանց հետ շփվում եմ, հիվանդներ ունեմ եւ բան, ես նրանցից եմ, ասենք, այդ բանը ստանում, որ քանի որ նրանք այդ կանալներն են նայում, դրանից էլ սխալ ինֆորմացիա են ստանում։ Եվ Սփյուռքը չի կարելի անտեսել Սփյուռքի կարծիքը որևէ մի բանի մասին, որովհետեւ նույն մեծահասակը Հայաստանում բարեկամներ ունի։ Նրանք խոսում են այդ հեղափոխություն կոչվածը ոնց արվեց։ Ստեղ էին փողոցները փակում եւ ընդեղի մարդկանց վրա շատ մեծ ուշադրություն փաստորեն ազդեցություն եղավ, որ եթե Ամերիկայում են մարդիկ հասկանում, որ Սերժին մերժել է պետք, բա ուրեմն մենք պիտի փողոց դուրս գանք եւ մերժենք։ Ստեղից արվեց այս ազդեցությունը։ Սինանյանն էր, չէ՞, փողոցները փակում էր, այստեղ այդ ամեն ինչը։ Պատմությունը այլ է, որտեղ ես ինքս այդտեղ եմ եղել։ Բայց դրա մասին չխոսենք։ Հիմա հնարավոր է ինչ-որ բան փոխել, այսինքն 26 թվականին ընտրություններ են սպասում Հայաստանում եւ հիմա համոզված եմ դու շատ լավ տեղյակ ես թե ընդդիմության ներսել են ինչ-որ խմորումներ են տեղի ունենում կեսն ասում են բերեք impeachment անենք մյուս մասը դեմ է մի խոսքով այսօր արդյոք հասունացել է այն պահը որ կարողանան փոխել իշխանությունը եւ ինչ հույս ունես ընդհանրապես չես մտածում այդ մասին դե հույսը ես տեսնում եմ ես մեծ օպտիմիստ եմ միշտ եղել Գյումրիի ընտրություններով ես տեսա որ ոնց որ մարդկանց բողոքը սկսեց այն աստիճանի հասնել, որ նրանք ոնց որ ավելի սկսեցին ճիշտը հասկանալ, ճիշտը որն է, Գյումրիում մեր բազան կա, Ռուսաստանի բազան կա, հա, ինչքան ժամանակ է, մարդիկ գոհ են այդ ինչ որ բաներ չեն եղել։ Ես ուրիշ բան կարող եմ ասել, 12 թե 13 մենք ունենք բիոլաբերը, որոնք Պենտագոնին են զեկուցում։ Այսինքն մարդիկ տեսնում են ռուսական բազան, բայց չեն տեսնում Պենտագոնի 13 բազաները, որ Հայաստանում են։ Ու որպես բժիշկ կարող եմ ասել, որ քանի անգամ էպիդեմիա է եղել այդ բազաների փաստորեն շուրջը։ Եվ այդ բազաները ինչով են զբաղվում։ Բազա չէ, լաբորատորիաներ են։ Լաբորատորիա, բայց բազա է փաստորեն։ Դե ասեմ Թուլսի Գեաբարտը մի շաբաթ առաջ եթե չեմ սխալվում, հենց այդ մասին X-ում հրապարակում էր արել գրառում եւ այդ թեմայով շատերն են խոսել Միացյալ Նահանգներում որ պետք է ընդհանրապես փակել որովհետեւ այդ լաբորատորիաները հիմնականում կենսաբանական այսպես ասած ինչ էքսպերիմենտ են այո ինչ բացի նրանից որ զենք են ինչ էքսպերիմենտներ են նրանք անում ուրեմն Ամերիկայում նրանք արգելված են որովհետեւ հենց ֆաշիզմի մասին ենք այսօր խոսում Նյուրնբերգ կոդի մեջ գրված է որ իրավունք չունեն էքսպերիմենտներ անեն մարդու վրա չէ մարդու DNT-ն խառնեն որևէ կենթանու կամ որը որ Վուհանում արվեց եւ ամբողջ աշխարհը տուժեց այդ կոവിഡ്ի դեմ։ Հիմա հենց դրանով են զբաղվում։ Ամերիկայի մեջ իրավունք չունեն անելու, փաստորեն outsource են անում ուրիշ երկրների մեջ։ Ու դրա տակ կարողանում են վարչակազմի օրակարգում դրված է այդ լաբորատորիաները փակելու խնդիրը, որտեղ շատ վտանգավոր են հաջորդ պանդեմիկը կարող է որևէ այդ եւ ասում եմ այդ Գյումրիի մեջի, ասենք, այդ ոնց որ շրջադարձը արդեն ինձ ասում է, որ մարդկանց մեջ տարբերություն սկսվեց եւ այդ իմ հույսն է, որ փոփոխություն կլինի անպայման։ Բարի նոտայի վրա էլ ավարտենք մեր զրույցը, հույսով, շնորհակալություն Յունոնա հետաքրքիր ինչպես միշտ հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի հայրենակիցներ, իմ զրուցակիցը Յունոնա Հակոբյանյանն էր, բժշկուհի, մեր համայնքում ակտիվիստ եւ նաեւ հայրենասեր Պատրիոտ, հա, այդպես ասենք։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։